կադրեր տարածվեցին, ոնց են Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծներին քննացնում ու տանում, խլում իրանից։ Առաջին միտքը պարզ է, որ գալիս է, թե ինչ իրավունքով։ Ասենք թե տերը քրեական գործով անցնում, կասկածվում է, եսի ինչ անում ու խափանման միջոց է ընտրված կալանքը։ Հասկացանք, բայց այդ մարդուն պատկանող սեփականությունը կապ չունի շնչավոր թե անշունչ։ Ինչ իրավունքով է տարվում։ Այսինքն տենց ամեն մեկին, որ քրեական գործով ներգրավեն, կարան մտնեն, տան եղած չեղածը տունել հետը տանեն։ Բայց երկրորդ միտք էլ կա, որը մի քիչ ավելի փիլիսոփայական է, բայց պակաս տխուր չի ու պակաս մտահոգիչ չի։ Այդ այնա, որ սենց բաներ անում էին միջնադարյան զավթիչները։ Երբ որ ինչ-որ զորավարի կամ թագավորի մարտի դաշնապարտության էին մատնում, դրանով չէին բավականանում։ Խլում էին նաև իր սուրը, ձին, կանանց երբեմն, այսինքն այն ամեն ինչը, ինչը որ ասոցացվում էր այդ մարդու առնականության ու իր պատվի հեղինակության հետ։ Հիմա ցավասը գիտենք, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում առյուծներն էլ են այդ սիմվոլը եղել։ Ու հիմա առյուծներին տանելով իրանք այդ զավթիչի քաղաքականությունն են վարում։ Այսինքն այս իշխանությունները մենք եւս մեկ անգամ շատ սիմվոլիկ, շատ խորհրդանշական օրինակով համոզվում ենք, որ իրանք Հայաստանի ինչ-որ մի հերթական իշխանություն չեն, որոնք այս կամ այն կուսակցության կարան վերաբերվեն որպես քաղաքական հակառակորդ օրինակ կամ քաղաքական մրցակից։ Չէ, իրանք մյուսներին վերաբերվում են որպես ոչնչացման ենթակա։ Դրա համար իրանք ելի եմ կրկնում ոչ թե Հայաստանի հերթական մի իշխանությունն են, այլ ուղղակի Հայաստանում իշխանության բերված զավթիչներ։